Ողջույն, ես Լևոնն եմ, 21 TV եթերում միասին բացելու ենք նորոգույն տեխնոլոգիաների աշխարհի դռները։ Այսօր խոսելու ենք Հայաստանում ամենասիրված եւ սպասված ցուցահանդեսի Digitech-ի մասին։ Տոն տեխնոլոգիական հայության համար կարգախոսի ներքո սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը անցկացվել է Digitech-ի 12-րդ ամենամյա ցուցահանդեսը։ Digitech-ը մասնագիտացված հարթակ է, որտեղ կարելի է ծանոթանալ ՏՏ ոլորտին։ Այս տարի Digitech-ը միավորել է 120-ից ավել միջազգային եւ տեղական ընկերությունների։ Digitech-ի հիմնական բաժիններն են կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, ծրագրային եւ վեբ լուծումներ, հեռահաղորդակցության եւ ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ եւ տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար։ Այս տարի Digitech-ը համալրվել է ոչ միայն մասնակիցների լայն թվով եւ լայն աշխարհագրությամբ, այլ նաեւ ռազմական խնդիրների առաջացմամբ եւ նրանց լուծմամբ։ Այս տարի Digitech-ում անցկացվել են մրցույթներ, օրինակ նորարարության եւ գյուտարարության մրցույթը, RoboFest ռոբոտների շքերթը եւ բաց խաղ համակարգչային եւ մոբայլ տարբերակով մրցույթը։ Ողջույն, ինչ է ներկայացնում ձեր ընկերությունը։ Մենք թիմ ենք, որը ներկայացնում է մոբայլ հավելված, որի միջոցով կարողանում են հաճախորդներ սրճարաններում կատարել երաժշտության պատվերներ։ Այսինքն հաճախորդը մտնելով սրճարան եւ գրանցվելով մեր հավելվածում կարողանում է տեսնել տվյալ սրճարանի երգացանկը եւ կարողանում է ընտրել իր սիրած ֆավորի երաժշտությունը։ Ողջույն, կներկայանաս։ Ես Արմենն եմ, Կապանի TV 2-րդ դպրոցի լաբորատորիայից։ Մենք ներկայացնում ենք հրշեջ ռոբոտը, որը կարողանա հանգեցնել փոքր չափի կրակները։ Շատ լավ, ես փորձարկեցի, իսկ ինչ կարող է կատարել բացի հրշեջի գործառույթներից այս ռոբոտը։ Ինքը հետագայում կարող ենք այնպես պատրաստել, որպես փրկարարական օպերացիաների համար, որտեղ մարդը չի կարողանալ մուտք գործել, ինքը այդտեղ ինչ-որ գործողություններ կատարի։ Ես Ճամբարա քաղաքի Մարտունի գյուղից եմ, Արփինե Երիցյան, 13 տարեկան։ Մենք ներկայացնում ենք Eggbot ռոբոտը, որը նկարում կամ գրում է կոր մակերևույթ ունեցող ցանկացած իր առարկայի վրա։ Այն կազմված է նայիրի սալիկից, 2 քայլային շարժիչներից եւ սերվո շարժիչից։ Ողջույն, ինչ է ներկայացնում ձեր ընկերությունը։ Մեր ընկերությունը ներկայացնում է մեր սարքած ռոբոտները, մենք պատրաստում ենք ռոբոտներ Mindstorm-ի լեգոներով։ Նրանք ավելի խորացված են եւ 5-րդ դասարանից բարձր երեխաների համար են։ Իսկ ինչ է կարողանում կատարել այս մեքենան։ Այս մեքենան կարողանում է գնալ առաջի հետ եւ բարձրացնել իր կուզովը։ Այն կարող է տեղափոխել մինչեւ 5 կիլոգրամ քաշ։ Ողջույն, կներկայանաս։ Բարև ձեզ, մենք Գորիսի ինժեներական կենտրոնից ենք, մենք ներկայացնում ենք Polograph ծրագիրը, որի օգնությամբ համակարգչից կարողանում ենք նկարներ թղթի վրա փոխանցել, այն ամբողջովին մեր գլուխգործոցն է, ինքը աշխատում է մենակ Windows-ի վրա համակարգչի օգնությամբ, գույնը ընդամենը մեկ գույնով է նկարում, բայց այդ խնդիրը մենք եւս կփորձենք շտկել, որպեսզի տարբեր գույներով նկարները ստանանք։ Ես Աշոտ Խասիկյանն եմ, սովորում եմ Կողբ գյուղում եւ հաճախում ռոբոտաշինության խմբակի։ Այս նավը մենք ներկայացնում ենք Digitech ցուցահանդեսում, որտեղ հույսեր ունենք, որ այն կարող է տեղ շահել։
Այսօր այսքանը։ Գրեք մեզ Facebook թեգից Kids Time Edge-ին, թե ինչի մասին կցանկանայիք լսել հաջորդ հաղորդումների ընթացքում։ Ես անհամբեր սպասում եմ ձեր նամակներին։ Ձեզ հետ Լևոնն էր։ Կհանդիպենք։ Ցտեսություն։